Իմը տպավորություն կա, որ կաթողիկոսն էլ չի հանձնվի, փաստորեն, եւ այստեղ process-ը կգնային ուղղությամբ, որ ինքը դες կփոկի մի քանի քահանաներ կփոկի Նիկոլ Փաշինյանը եւ կստեղծի հայաստանյան, այսպես կոչված կաթողիկոսություն, այսինքն կպարակտի, կփորձի պարակտի, որովհետեւ իր նպատակը չի եկեղեցին բարենորոգել է մեջի թերությունները վերացնելը չէ, բոլորովին իր նպատակը չի, որովհետև այդ մասին մենք գիտենք, այդ թերությունների մասին մենք գիտենք 5 տարի առաջ, 6 տարի առաջ, 10 տարի առաջ, 7 տարի առաջ, հեղափոխությունից անմիջապես հետո ինչի են վախեցնում ուղղեղակ այդ թերությունները վերացնելու համար։ Հիմա է պետք, որպեսզի իր ցնորական գաղափարը 4 հանրապետությունը կյանքի կոչի եւ դա 4 հանրապետության ատրիբուտներից մեկն է։ Գործընթացը կշարունակվի։ Ինքը կշարունակի, հենց պիտի միակ փրկությունն է, որ չընտրվի։ Հոգևորականներն էլ առանձնապես չեն օգնում։ Մի քանի հոգի են միացել, բայց մենք չենք տեսնում մեծ թվով, որ հոգևորականներ աջակցեն այս հարցում իրեն։ Հիմա սա եւս իր համար անհարմար իրավիճակ է։ Շատ լավ է բնութագրում մեր եկեղեցուն եւ մեր եկեղեցու սպասավորներին, ես անձամբ ոչ հավատացյալս շատ բարձր եմ գնահատում իրենց այդ կեսվածքը եւ կաթողիկոսի կեսվածքը, որ չի հանձնում, որովհետև Նիկոլ Փաշինյանը որևէ հիմք, որևէ ճանապարհ չունի կաթողիկոսին այսպես կոչված գահակեցանելու, բացի այն, որ ստիպի, որ հրաժարական տա։ Եվ այդ ստիպելու ճանապարհին անում են ամենաստոր քայլերը, բայց փաստորեն իրանք դիմանում են։